Վարդենիսի տարածաշրջանում տեղ է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն։ Ընդ որում, եթե մենք նայում ենք արբանյակային լուսանկարներով, հուլիսի 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այս դիրքերը չկային։ Այս դիրքերը սկսել են կառուցվել, տեղ է ունեցել ամրաշինական աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը սոտքի հանքը, նայեք, սա մեր հատվածն է եւ ադրբեջանական դիրքերի առաջխաղացումները։ Սոտքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության եւ դիտարկման տակ, ինչպես նաեւ Կուտ գյուղը եւ Վարդենիսի տարածաշրջանի մնացած գյուղերը ամբողջովին գտնվում են Ադրբեջանի դիտարկման տակ, ճանապարհը, միջպետական ճանապարհը եւ այդ գյուղերից եւ միջպետական տանող ամբողջ այդ հատվածը եւս գտնվում է վերահսկողության տակ, ինչպես նաեւ մեր բոլոր նայեք, իրելի այլնակից, իրելի լրագրողներ, նայեք ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները առաջ խաղաղություն ունեցել, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են տեղի ունեցել, ականանետային եւ այլ ռազմատեսակների խրամատներ են փորվել եւ այդ դիրքերից նրանք ամբողջովին վերահսկում են այդ տարածաշրջանը, սոտքի հանքը, գյուղերը, միջպետական ճանապարհը, թե ինչպես են գյուղերը կապվում միջպետական ճանապարհի հետ, ամբողջը վերահսկողության տակ է։ Եվ սա տեղի է ունեցել, նորից եմ կրկնում, 2025 թվականի ընթացքում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի այն սուտը, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ չի կորցրել 2025 թվականին, մեր այս հստակ բացահայտումներով հերկվում է։ 2025 թվականին Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ, թե Վարդենիսի տարածաշրջանում, թե Ջերմուկում։ Ջերմուկում նույնպես, նայեք, սա Վարդենիսի տարածաշրջանի այս հատվածներն են, կոնկրետ հստակ սլակներով նշած, ընդ որում արբանյակային լուսանկարներ են տեղի ունեցել, որ անհնար է հերքելը, բացարձակապես ոչ մի պարագայում ոչ ոք չի կարող հերքել, որ այս փաստաթղթերը սուտ են։